Մեր բանականությունը դա պատերազմի դաշտ է։ Դա պատերազմի դաշտ է։ Իսկ հարցակումը այդ դաշտում տեղի ունենում պատերազմ որպեսի մղվի այդ դաշտի մեջ։ Տեղի ունենում մեր մտքի միջոցով։ Բանականությունը, ինչ է բանականությունը։ Բանականությունը մեր մտածողությունն է, խեղճն է, դատողությունն է։ Ամբողջ պատերազմը դե է սատանան մղում։ Վերցնես բանականությունը մարդուց վերցնես, մարդը կենթանուց ոչ մի բանով չի տարբերվում։ Եվ ինչ է ուզում սատանան անի ամեն օր։ Ուզում է իշխի քո բանականության վրա, քո խելքի, քո տրամաբանության, քո ընթացքի վրա։ Բայց որպեսզի այդտեղ հաղթի, պատերազմը մղում է մտքի միջոցով, մտքից հասկսում մարդը հոգի շունչ մարմին է։ Մարմինն է միս ոսկորայում, շունչն է միտք, զգացմունք, կամք, հոգին է խիղճ, բանականություն, կռահողականություն։ Հիմա ինչ անում սատանան, այնի սաղ իր կյանքը նույն ասո գործելակերպի կոպիան է արել հակառակ։ Սատանան ունի հնարավորություն իշխելու քո մարմնի վրա, բայց սատանան չի կարա իշխի քո հոգու վրա, իսկ բանականությունը գտնվում է քո հոգու աշխարհքում։ Նա մինչև չիշխի քո մարմնի վրա, չի կարա իշխի քո հոգու շնչի վրա, մինչև չիշխի քո շնչի վրա, չի կարա իշխի քո հոգու վրա։ Բայց իր ամբողջ նպատակը գրավել քո բանականությունը, որպեսզի քեզ դարձնի իր ծառան։ Ուրեմն ինչ պետք է անի։ Պետք է սկսի արտաքին աշխարհից։ Ինչ տեղի ունեցավ Անանյանի կյանքում։ Սկզբից մտքի աշխարհի մեջ եկավ եւ Անանյան ընդունեց այդ միտքը։ Տեսավ, որ Բարնաբասը բերելա եկեղեցուն ծաներա տվե, իր ագարակը ծախե տվելա եկեղեցուն, որպեսզի եկեղեցու կարիքների, որբերի, սովածների հարցերը լուծեն, վերջապես եղբայրները ոնց կորոշեն ասո փառքի համար օգտագործեն, ինքն գնացլա տիրոջը ծառայելու ու տեսավ, որ դա գովվեց, Հիմա միտք եկավ, բա ես էլ մի հատ չգովեմ եկեղեցուն, մի հատ ինձ էլ չփառավորեն եկեղեցուն։ Ընդունեց, բռնվեց այդ մտքով։ Սատանեն դրա միջոցով կարողացավ գալ նրա սրտի մեջ, գրավել նրա սիրտը, որի նշանն էր, որ արդեն նրա բանականությունը մտել էր սատանայի իշխանության տակ, եւ նա գնաց արեց ամբողջը այնպես կոպիա ճշմարտությանը, բայց ստություն։ Բարնաբասը ծախեց Աստծո փառքի համար, բերեց դրեց այս թող Աստված փառավորվի, ինքը նույն կոպիան արեց սատանան, բայց իր փառքի համար, որ մարդը փառավորվի։ Եվ դրա համար մեռավ։